եք արել Բաքվի պայմանները։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Հավելել առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումների տեսքով, հայտարարությունների տեսքով, բանակցային գործընթացում իրենք բերում են այդ հարցերը որպես օրակարգային։ Հարցին բազմիցս պատասխանել։ Իսկ երեկվա հայտարարության Բայց իրենք շարունակում են Ալիևի երեկվա հայտարարությունը այս բանակցությունների զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է Պակոստանյան։ Սրան Հայաստանի ապօրինապահության արձագանքը Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։ Պարոն Կոստանյան, նաև 3 մայիսի նախարարը հայտարարել էր, որ Փաշինյանը ասել է, որ հայոց հավասարություն չի եղել, ես ուշադրում եմ մեկնաբանությունների եւ արձագանքը այս հայտարարությունների եւ մանօրինակ շեշտադրումներով մեկնաբանությունների։ Տեսեք, դժվար է մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելու համար այս կամ այն անձի մեդիագրագիտության վերաբերյալ պետք է գնահատական տամ, այնուամենայնիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կան բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ, եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունը նաեւ այդ մեկնաբանություններում այլ հատվածեր կար, կապված հայկական կողմի Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, այստեղ միգուցե տեղին կլինի հիշել հայտնի խոսքերը, որ տվեք ինձ հենմանկետ եւ ես շուր կտամ աշխարհը եւ կարծես մեր ռուսաստանցի գործընկերները հենմանկետ չգտնելով Ռուսաստանում այլ տեղեր են ման գալիս, բնականաբար Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների պարագայում հենմանկետի տրամադրում մենք կարող ենք քննարկել, բայց այնուամենայնիվ ցանկալի չէ։ Պարոն Կոստանյան, իսկ Թուրքիայի նախագահը վարչապետն ասում էր, որ փոխադարձ հրավեր կլինի։ Հրավերը ընդունվել է Թուրքիայի նախագահը կայցելի Հայաստան եւ երկրորդ հարցը արդյոք այդ հանդիպմանը քննարկվել է, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորման անդրադարձ եղել է, արդյոք քննարկվել է նաեւ Հայաստանի սահմանադրության փոփոխության Ադրբեջանի նախապայմանը, ինչպիսին է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է հրավերին, ապա հրավերը եղել է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կիսամյակին գարնանը հավանաբար Երևանում եւ որպես կանոն հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին եւ որպես կանոն բոլոր անդամ պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին։ Հրավերը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու շրջանակներում։ Ասեցի, որպես կանոն մասնակցում են բոլոր երկրների ղեկավարները։ Հարցը կկրկնեք։ Տեսեք, քանի որ դա ասացիք, անդրադարձ եղել է հայ-ադրբեջանական պրոցեսին, արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը Բաքվի նախապայման այս պրոցեսում անդրադարձ եղել է եւ Բաքուն ինչպես է վերաբերվում այդ նախապայմանին։ Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ողջ սպեկտրը, մտքեր են փոխանակվել, ավելի ճիշտ կլինի նշել, եւ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, որ մենք չենք տեսնում սահմանադրական խնդիր, այն պարագայում, եթե ստորագրումից հետո կառաջանա նման խնդիր եւ մեր սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագրի այս կամ այն դրույթը կճանաչի հակասահմանադրական, ապա Հայաստանը պատրաստ կլինի նախաձեռնել այդ հարցի շուրջ լայն հանրային քննարկում, ինչ իրենց հանրակրվեի։ Աջակցությունը կամ սրա վերաբերյալ Ռոմանի դիրքորոշումը համոզիչ եղել է վարչապետի հաստատները։ Ճիշտ չի լինի, որպեսզի ես մեկնաբանեմ թուրքական կողմի համար համոզիչ եղել եմ թե չէ։